Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակելու ենք խոսել տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի մասին, հեքիաթներից կտրուկ անցում կատարելով դեպի կինոաշխարհ եւ վստահաբար թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների եւ առհասարակ բոլոր կինոսերների, կինոմանների համար արդեն վաղուց սպասված է Ոսկե ծիրան կինոփառատոնը, 23-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի հուլիսի 12-ից 19 ժամանակը իհարկե եթերային կարճ է, բայց կփորձենք ամենակարևոր մանրամասները կորզել մեր հյուրերից։ Այո, շատ արագ շտապեմ ներկայացնել նրանց սիրով։ Կարեն Ավետիսյան, փառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, բարի լույս։ Եվ Վարվարա Հովհաննիսյան, փառատոնի միջազգային բաժնի ղեկավար, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, թե եկեք շատ արագ խոսենք, թե ինչ է սպասվում մեզ այս տարի Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում, ինչ նորություններ, ինչեր կան։ Թող Կարենս։ Ինչպես շարունակել։ Դե ինչպես յուրաքանչյուր տարի, ամեն տարի մեզ համար նույնպես ու հուսով ենք, որ հանդիսատեսի համար ամեն տարին առաջի անգամվա նման է այն առումով, որ յուրաքանչյուր տարվա ծրագիրը չի անկրկնելի, թե հյուրերի տեսակետից, թե ֆիլմերի, որը ամփոփում է վերջին տարվա այն բոլոր նորությունները եւ այն ամենը, ինչը որ տեղի ունեցել ակտուալ փառատոնային աշխարհում տվյալ տարվա, ինչպես նաեւ փորձում ենք համադրել այնպես, որպեսզի հյուրերը եւ լինեն այդպես հետահայացների համար, այսինքն որոնք որ մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյում եւ լինեն անպայման հեղինակներ, որոնք հետաքրքիր են հենց այժմեական այսօրվա կինո զարկերակին հարաբերվելու համար եւ այդ երկուսն էլ փորձել ենք համադրել ավելի անուններով երևի կհավելի Վարվարան։ Երևի թե ես մինչև անուններին անցնել նաև մեծ կարևոր ձեռքբերման մասին խոսեմ, այս տարի ձմռանը Ոսկե ծիրանը մտավ աշխարհի լավագույն 50 փառատոների պաշտոնական ցանկի մեջ, այդ որակավորումը տրվում է կինոպրոդյուսերների միջազգային ասոցիացիայի FIABF-ի կողմից եւ դա շատ երկար տարիների աշխատանք էր, ինչով մենք իհարկե հպարտանում ենք, որ հիմա ոչ թե ուղղակի մենք ենք մեր մասին խոսում, այլ նաեւ պաշտոնապես ընդունված փաստ է եւ իհարկե դա շատ պարտավորեցնող է եւ նաեւ բերում է իր հետ նոր պարտավորություններ եւ ավելին ձգտելու մեծ մոտիվացիա, ինչը այս տարի փորձել ենք մեր ծրագրի եւ հյուրերի ցանկով ներկայացնել նաեւ մեր հանդիսատեսին։ Եթե խոսեմ անուններից, երևի թե ամենամեծ եւ ամենասպասված անունը մեր պատվավոր հյուրն է Պավել Պավլիկովսկին, ում շատ վաղուց էինք ուզում հյուրընկալել Երևանում եւ ցավոք չէր ստացվում տարբեր խնդիրների եւ գրաֆիկի շատ խիտ լինելու պատճառով այս տարի կարծես որսացինք Պավլիկովսկու ներկայությունը մի քանի օրով եւ կարծես թե լավագույն տարին է, որովհետեւ միանգամից Կաննի կինոփառատոնից հետո ներկայացնում ենք իր նոր ֆիլմը, հայրենիք ֆիլմը, որը բավականին վերջերս Կաննում արժանացավ լավագույն կինոռեժիսոր մրցանակին։ Բացի Պավել Պավլիկովսկուց հյուրընկալելու ենք այնպիսի հեղինակավոր կինոռեժիսորների, ինչպիսիք են Միշել Ֆրանկոն, ում երազանքներ ֆիլմը նախորդ տարի ներկայացված էր Վենետիկի կինոփառատոնում, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է հրաշալի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, եւ ֆիլմը կդիտենք Երևանում, եւ հյուրին նախագահում է ավստրիացի կինոռեժիսոր Ջեսիկա Հաուզները, որի ֆիլմերը նախորդ տարիներին հնարավորություն ունեցել ենք դիտել Ոսկե ծիրանի շրջանակներում, բայց այս տարի նաև կվայելենք իր ներկայությունը։ Այնքան շատ են հյուրերը, որ հիմա անունները հերթով որ ասում եմ, էլի եմ ուզում ասել, այո, Սիմոն Աբգարյանի մասին խոսելիս իհարկե առանձնակի հպարտություն ենք զգում, որովհետև նա մեր փառատոնի տարբեր տարիների իր ֆիլմերով, իր կերտած կերպարներով անբաժանելի մասն է եղել, իսկ այս տարի ներկայացնում ենք հանդիսատեսին De Gaulle ֆիլմը, իմիջիայլոց այստեղ պետք է նշել, որ փառատոնը ներկայացնելու երկու մասեր է ֆիլմերի, երկրորդ մասը, որը դեռ համարյա թե ոչ միտեղ չի ցուցադրվել, Երևանում կցուցադրվի, այստեղ փոքրիկ ակնարկ հանդիսատեսին ձեռք բերելիս տոմսերը այնպայման լինելու շադիր, որպեսզի տեսնեն առաջին եւ երկրորդ մասերը, բաց չթողնեն։
Նորությունները բի է այս ոսկե ծիրան ինչպես ամեն տարի, երբ խոսում էինք, ընթացքում փորձում էի գտնել այն բառը, որը կբնութագրի թե ինչպես ենք մենք բոլորս, անկախ նաև մասնագիտությունից, ոլորտից սպասում ոսկե ծիրանին, որն է այն հատիկը, որը կարողացել է այս միջազգային կինոփառատոնը առանձնացնել մյուս բոլոր փառատոններից եւ դարձնել այդքան բոլորինը, որովհետև միշտ Հայաստանը սպասում է, որ անկախ նրանից կհասցնեն դիտել բոլոր ֆիլմերը, թե չէ, բայց միշտ սպասում են, որ ոսկե ծիրանը լինի եւ ինչ է փոխվել այս տարիների ընթացքում մշակութային առումով որպես հյուրընկալող երկիր մեզ մոտ։ Կարծում եմ հոգին ամենակարևոր նրբություններից է փառատոնին, որովհետև իհարկե կան աշխարհում մեծ կինոփառատոներ եւ կինոշուկաներ, որոնց հասնելը բնականաբար շատ դժվար է, բայց թե հայ հանդիսատեսը ու մասնակիցները, թե ինչը ամենակարևորը մեր միջազգային հյուրերը, որոնք տարբեր տարիների գալիս են, միշտ ասում են, որ փառատոնի տրամադրությունը, հոգին եւ ջերմությունը շատ տարբերվում է իրենց եղած շատ այլ վայրերից եւ փառատոներից։ Շատ լավ է։ Միգուցե Կարեն այլ տեսակետ ունենա։ Հա։ Չէ, չեմ կարծում, նաև այդ մասշտաբը այնպես է, որ այդ մտերմիկ ավելի լինում, այսինքն շատ քիչ սահմանափակումներ կան եւ չկան այդ ոնց որ ջրբաժաններ տարբեր ոնց որ հյուրերի եւ մասնակիցների եւ քաղաքի այցելուների եւ հանդիսատեսի միջեւ, այսինքն այդ ընդհանուր ինչ որ մի միջավայրում է տեղի ունենում, կարծում եմ դա էլ է ոնց որ թե այն թե այս կողմի համար ոնց որ առանձնահատուկ եւ հաճելի։ Եվ նոր համագործակցություններ են նաև ծնվում յուրաքանչյուր ոսկե ծիրանից եւ ոսկե ծիրանի նախապատրաստվելու այդ ընթացքում։ Ինչպես են արդյոք այսօր երիտասարդ հատկապես կինոարտադրողները Հայաստանում պատրաստվում ոսկե ծիրանի։ Դե երիտասարդ կինոգործչի պատրաստվելը դա իր ֆիլմ ստեղծելով, այսինքն ֆիլմ արտադրության հետ կապված, այսինքն իր ֆիլմ հեղինակելը արդեն իսկ պատրաստվելն է թե ոսկե ծիրանի, թե առհասարակ փառատոնային ճանապարհին։ Իհարկե վերջին շրջանում փորձում ենք նաև արտահայտել այն ակտիվությունը, որը որ կա փոխանցել այն ակտիվությունը, որը որ կա նաև երիտասարդ կինոգործիչների մոտ, թե մասնավորապես վավերագրական կինոյում լիամետրաժ, հիմնականում մեր կին հեղինակների մոտ, որոնք ոչ միշտ, բայց այսպես հիմնական այդ ալիքը կարծես կանանց կին հեղինակներով է լի եւ կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արդեն քանի տարի է մրցութային ծրագիր է եւ յուրաքանչյուր տարի ներկայացնում ենք առնվազն 10 ֆիլմեր, որոնք այդ տարվա ընթացքում են ստեղծվել հայ ռեժիսորների կողմից եւ կարծես թե դա այդպես սպասված երեկո է միշտ լինում, ակտիվություն է լինում մասնակցության եւ այս տարի էլ բացառություն չէ, այնպես որ նաեւ առիթ է ոսկե ծիրանը, որպեսզի մեկ ամբողջական շաբաթվա ընթացքում պատկերացում կազմել, թե ինչ վիճակում է նաեւ գտնվում հայ կինոն, ինչ նոր ձայներ կան, ինչ թեմաներ են հուզում այսօրվա կինո սերնդին եւ այդպես շարունակ։ Նաեւ Սիմոն Աբգարյանի հավելելով Սև Օհանյանը, որը որ նույնպես այդ սփյուռքահայ կինո համայնքի արդեն իսկ ականավոր ներկայացուցիչ է, այսինքն ներկայիս Օսկարակիր ֆիլմի համապրոդյուսերը եւ 16 նոմինացիաների եւ այլն, այսինքն նաեւ ճանապարհը ինչպես եւ Սիմոն Աբգարյանի դեպքում ուղղակի ռիվայր մայրցամաքում եւ այլ մշակութային համատեքստում, բայց Սև Օհանյանը նույնպես վառ ներկայացուցիչ է նրա, որ ինչպես դուրս եկավ այդ պարզապես էմիգրանտական շրջանակից եւ իր մեծ ներդրումը ունեցավ Ռայան Քուգլերի հետ համագործակցությունների այդ ֆիլմերի ամբողջ շարքում, որի տրամաբանական վերջնակետները հասան դարձան այդ Օսկարները եւ փորձենք այդ իր ճանապարհը նույնպես այստեղ ներկայացնել եւ ինքն էլ ոսկե ծիրանի հյուր երբեք չի եղել եւ փորձում ենք նաեւ այդ
տրամաբանությունը նույնպես շարունակել, ինչպես նախորդ տարին Կարեն Կարագուլյանը, այդպես այս տարի էլ Սևո Հանյանն է ամերիկյան կինոյից Հիանալի տենդենս է սկսվել։ Այս շարքը թող չավարտվի, չէ՞, թող միշտ լինի։ Մենք եթերից առաջ խոսում ենք, դուք էլ ասացիք, որ Ոսկե ծիրանը արդեն մի նոր նշաձող է իր վերավերցրել։ Անհնարին ոչինչ չկա։ Այո, ասում ենք, որ խոսում ենք, որ օրինակ իմ շրջապատում շատ-շատերը արդեն խոսում են, հարցնում են, թե օրինակ, չգիտեմ, օրինակ Քվենտին Տարանտինոն կարող է մի օր հայտնվել Ոսկե ծիրանում։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք, այդ օրը մոտ է, թե դեռ մի փոքր էլ մենք պետք է սպասենք։ Այսինքն հետաքրքրությունը կա միջազգային այդպիսի կինոգործիչների կողմից դեպի մեզ մեր Ոսկե ծիրանը։ Տեսեք, այդ ոնց որ ցանկացած ռեժիսորի դեպքում օրինակը շատ տարբեր է, որովհետև կան ռեժիսորներ, որոնք, այսինքն, որտեղ հրավիրող կողմի խնդիրը չի, հա, օրինակ Դիցուկ Լարս ֆոն Տրիերը, ասենք թե բացի հիմա դրան ավելացած բազմաթիվ նոր հիվանդություններից նաև ունի աերոֆոբիա, ենթադրենք, ու ինքը օրինակ այդ տեսականորեն զուտ ֆիզիկապես եւ աշխարհագրորեն անհնար է, հա, չգիտեմ, Տարանտինոն օրինակ այդ շատ չի ահա որ շատ սիրում է կինոն ու շատ այդպես գուցե աշխարհում ամենաշատն է սիրում կինոն, բայց փառատոնային այցելություններով ինքը այդքան շատ, այսինքն շատ բացառիկ դեպքեր են լինում, ենթադրենք Կաննի կինոփառատոնում, ինչ որ որը իդեպ իր համար նույնպես բացառիկ է, որովհետև այդ Pulp Fiction-ը ժամանակին հենց Կաննում մրցանակ ստացա, այսինքն իր անձնապես իր համար էլ է կարևոր փառատոն, բայց առհասարակ ինքը այդպես շատ չի ճամփորդում փառատոններով, այսինքն միայն մեծ անվան հարցը չէ եւ միայն ոնց որ այս դեպքում մեզ իբրև հրավերող կողմի ոնց որ կարևոր անկարևոր լինելու հարցը չէ, այլ նաև ոնց որ տվյալ ռեժիսորի բնույթը ինչքանով բոլորը չեն, որ սիրում են շատ ճամփորդել, բոլորը չեն, որ սիրում են փառատոներ, բոլոր ռեժիսորները չեն, որ առհասարակ սիրում են ֆիլմեր նայել, հա, ու այդպիսի տենց բազում իհարկե դրան գումարած նաև բանակցությունները եւ այլ դժվարություններ, այնպես որ յուրաքանչյուր այդպիսի մեծ անվան դեպք շատ ոնց որ ինդիվիդուալ է ու կոնկրետ։ Կեվի Սպեյսից հետո բոլորը սպասում էին, որ այդպիսի աններ, բայց իրական մենք վաղուց վստահել ենք թիմին, Ոսկե ծիրանի եւ մեծ սիրով սպասում ենք ամեն տարի հաջորդ անակնկալներին եւ նորություններին։ Այո, Ոսկե ծիրանը ամռան ամանորն է եւ մենք վստահաբար դեռ սիրելի հեռուստադիտողներ կպատմենք Ոսկե ծիրանի մասին, բայց հենց հիմա փնտրեք սոցհարթակներում, հետևեք Ոսկե ծիրանի էջերին, որպեսզի օրակարգից որևէ բան բաց չթողնեք, հատկապես ֆիլմերն ընտրելիս ուշադիր եղեք, որպեսզի գտնեք ձեզ ամենահամապատասխան եւ հոգեհարազատ ռեժիսորը, ֆիլմը, ժանրը, մի խոսքով։ Այո, շնորհակալ ենք ժամանակ գտաք մեզ հետ զրուցեցիք այս հետաքրքիր ու կարևոր թեմայի շուրջ։ Մենք ձեզ լավորվա շարունակություն ենք մաղթում։ Եվ միշտ սպասում մեր տաղավարում։ Դե սիրելի հեռուստադիտողներ, ասա։ Շարժվենք առաջ։